Հարապյան, ծնվել եմ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում, ունեմ 6 հատ փոքր երեխա, հայրս, մայրս, տատս ապրում ենք Թալիշում։ Այնտենց միշտ ասենք, որ կրակոցները ելնում էր, երեխեքին իջացնում էին գյուղ, ասենք, սաղս մնում ենք տուն ապահով տեղ, ասենք, 4 կրակոց լսեցին գումարտակի մեջ։ Զանգեցին գերոջս, որ ասի ինչա կատարվում տեղ, իրանք գյուղի մեջ են հենց այդ գումարտակի տունն է իրաց տունը։ Ասեց շուտ երեխեքին իջացրու, վիճակը լավ չի։ Երեխեքին ոբշեմ տենց վերցրինք ավտոն, իջացրեցի գյուղ, մեր երեխեքներ էլի իջել ձորը, մեր գերոջ տուն։ Հետո տեսանք, որ տեղ էլի ապահով չի, տարանք ուրիշ տուն, եկանք գյուղապետարան, արդեն ժողովուրդը հավաքվել էին դե։ Խփում էին, ոչ մի ձև չէինք կարող, ասենք շարժան էինք գյուղի մեջ, ամեն տեղից խփում էին։ Որ տեսա ճար չկա, արդեն լուսը ուզում էր բացվեր, ասի գնամ պապայինց էլ իջացնեմ էլի գյուղ, որ գնանք ինչ ենք անում։ Որ մեր հիմնական ճանապարհով պիտի գնայի, դե խփել էին այդ խանութը, բանը վառել տները, սաղ քանդվել էր թափել գետնին, այնյանից էլ պիտի գնայի գումարտակի հետևով։ Վերջ տեղով գնացի բարձրացա գյուղի վերևի մասը, դա ամենավերջ տունը մերն էր։ Ես նկատեցի, որ տրանսիր պատրոններ ա գալիս իմ վրա, բայց միջև տուն հասնելը, ու օջրեդ են տալիս ավտոմատներով։ Չպատկերացրի ինչ ա կատարում, ասի կարող ա մեր սպեցնազը տղերքն են։ Բայց դե, սենց ձոր էր, իչա, գնացի մեր հայատ։ Գնացի հայատ, ավտոն կանգնեցրի դուրս եկա, լսեցի, որ կողքս թուրքեր են խոսում են։ Երևի մի 20 մետրի վրա նստենց էր թվում, ու թուրքերեն բառեր էին ասում իրանք։ Շուտ մտատուն, հայատ դուրս են կարին ճանապարհի վրա, մի 10 մետր էլ տուններ էր։ Մտատուն մաման հելավ դեմս, ասեցի, մամ, մի հատ, ասեցի, ոնց որ թուրքերը մտել են գյուղ, բա ոնց, բան ասի, դու մի հատ լսի, ասի, ինձ երևի թվաց, թե իրոք տենց էր, ես միջև բանը զենքը գտնեմ։ Արդեն դե ես 100% գիտեի, որ էդի թուրքերն են, խառնվեցի իրար, չկարացի զենք գտնեմ դրած տեղը, գիտեմ որտեղ ա, բայց չգիտեմ, ոբշեմ չկարացի զենքը վերցնեմ, դուրս եկա ես մտածում եմ, եթե դեից կրակում են, ստեղ թուրքերն են խոսում, ուրեմն շրջապատել են գյուղը, հեսա կիշնեն սաղ երեխեքը գյուղում են, մեկի տունը 20-30 երեխա, մեկի ոբշեմ տենց, առանց զենք մենակ երեխեք են բնանիքն են վերջը։ Ասի շուտ հասցնեմ տղերքին խաբարանեմ, գան գոնե օգնեն, որ իմանան էլի գյուղը, որ թուրքերը մտել են։ Դուրս եմ գալիս, մամային ասում եմ, դե պապաս երկրորդ կարգի հաշվանդամա, մաման ա իրան շորերը հագցնում բան տենց։ Պարկած ալում, ասի մամ, միջև դու հագցնես, բայց զենքը կթի ասի, դու պապային թոզարիժա տանի, ես հենց հիմա գալիս եմ։ Եկա դուրս եկա, թուրքերեն դե խոսում են, ես եկա մտա ավտոն։ Ավտոն խոտովի իչա, բայց ես լուսերս վառած եմ եկել մոտ հայավել էլի։ Եկա թուրքերեն դե խոսում են, ես ասում եմ, եսա կբռնեն, եսա կխփեն, ոչ մի բան չարեցին։ Ինձ թվում է իրանց այդ հարձակվելու ժամը չէ, ես ոնց մտածում եմ, էդի չի կարա տես բանալնի, որովհետև երևի մտածել են, եթե խփեն, այդ ավտոն խի եկավ, տեղ խի ա գնում, կարող է պլանները խախտվի, չխփեցին։ Ես իչա նորից գյուղապետարան, գյուղապետը մեր տղերքը սաղնդեին, ասի վիլեն, թուրքերը մտել են գյուղ, բա ոնց, բան ասի, ոբշեմ, 100% տենց է, լուրիշ բան չկա։ Զանգեցի մեր ընկերը առաջի գումարտակի թիկունքի պետն է։ Զանգեցի իրան Վարուժանին, ասեցի, Վարուժան շուտ հասեք մեր տուն, մարդ ուղարկեք, թուրքերը մտել են գյուղ։ Էլ սպեցնազը գնում է, ու ընդե բոյ են տալիս։
մեկին ասում խփում են տեղում մերոնցից, վիրավորվում է ու դրանից հետո, բայց այդ ընթացքում արդեն մտածեն ըննում տուն։ Ու երեխեքին հանում ենք, արդեն ուրիշ ճար չկա։ Երեխեքին հանում ենք, բերում եմ դրմբոն թողում, որ հետ դառնանք։ Գալիս ենք այդ մեծ շենի բանի խաչմերուկը, տղերքից մնացած են ունում գյուղում, կապ ենք պահում, հետ ասում հնարավոր չի վարգյանը մեկ սնարետ է մտնում գյուղ, հնարավոր չի չեք կարալու մտնեք։ Սպասում ենք, ստեից զանգով խաբար, մաբար ոչ մեկ ոչ մի տեղեկություն չունի, արդեն էլ չենք դիմանում։ Իրիկունը ուշը ժամ, երևի 9-ի տենց կողմերը, որ մութ տալիս է, ես ընկերս մեկ էլ մեր գյուղացի տղակա այդ 92 թվերի վախտը թուրքերը իրան բռնել են տարել, զալոժնիկ անգել, որ չբացեն թողել, բան ինքն էլ եկավ ասում գագո, բա ինչ ենք անում, պապա իմ գերն է, տենց ասաց, ասեցի վիտո չգիտեմ, ասեմ, ես արդեն բան եմ, ասեց քելեթան գյուղ, ասի գնացինք, իրեքով նստեցինք, իրա զենքով, SKS-ով, հետա ուրիշ ոչ մի բան չկար, քշեցինք գնացինք գյուղ, դե խփում են, կռիվա, մենք արդեն այդ քանը ես չեմ հիշում հիմա, ես որ ինչ եմ արել, գնացինք, Վիտոն ասեց, մտնենք մեր տուն բատարեի վերցնենք, իրանց գյուղի մեջից, բատարեի վերցնենք, լուսերը սանջատած, մենակ պատվարնիկում, գնացինք մեր հայաթում կանգնեցինք, մենք մի տոկոս, ես չէ, բայց իրանք ասում էին, չէ, սաղ են ըրնել, դե ես գիտեի, որ դե են եղել, ես սկզբից իջա պատվալ, դե կանչեցի մամա, տեսա ձեն չկա, ձեռս գցես, տեսա դրսից ապար դուրը, գազի հոտ էր գալիս փիս, այդ 20 կիլոնոց գազի բալոններից օգտագործում էի տունը, մեկ էլ հետ դառնանք, եկանք, մերդին զենքով պահեց, մտավ, տեսավ ձեն չկա, հետևից մտանք, գազի բալոնը ես իմացա թե բաց են թողել, բայց գնացի որ փակեմ, մարտիրոսն ասեց կրակած ավերեն։ Ու դրսից են կրակելով եկել, մենք դռների վրա բան, որ հիմա տենում ենք ասենք, մտանք, Վիտոն ես արդեն փակում էի բանը, որոնցի տենան փակա թե բացա, Վիտոն բատարեի գցում է, ու սենց մի անգամ ուզ գոռում է, ու այ խալոպյան ես ինչ են արել բան, սենց ֆռնում եմ ասեմ Վիտո ինչ ասում է վսյոնա, մեկ էլ բանը այդ գալիս եմ նայում եմ, պապան կրեսլոյի նստացա դեմը բանը, ու կրակած է վրեն, որ բատարեի պահում է, ես տենում եմ ստեից, ինձ թվում է կրակած է, էլի, մտնում եմ, դե տատին հենց մտնում է զալ, տատին ծախի վրա դիվանի վրա պարկած ալնում, զգում եմ, որ չի շարժվում, առաջ եմ գնում, Վիտոն ասում է հետ արի, ասում եմ, դե տենում ենք արդեն, բայց մամային ես չեմ տենում, հետո ռոպեին էլի, որ առաջ եմ գնում, որ մտնեմ մամային սենյակ, Վիտոն ասում է գագո հետ արի մաման ոտերի տակա, ես նայում եմ մաման հենց այդ բանով պարկած է, հետ են դառնում, ես որ մտնում ես կալիդորը, պապայի սենյակը պատուհան կատ է, Վիտոյին ասում եմ, Վիտո մի հատ դոկումենտները տու էլի, պատուհանը բացում ենք ինքը մտնում ասենց չամադանա, որ ինչ ունենք դոկումենտները մեջն է, վերցնում ենք, Մարտիրոսը հելնում է դուրս, ասում է գագո, դե ջոգում է, որ արդեն լավ չենք, ասում է մնացինք ստե, ուզում ես մնանք ստե, թե գնանք, ասում եմ նորմալ ասավ, ասում է դե ես ինքը ավտոյի մոտ սպասում է, որ հանկարծ մարդ մոտ չմոտիկանա, ասում եմ Մարտիրոս նորմալ է, հեսա գալիս ենք, նստում ենք ավտոն, այդ ընթացքում Վիտոն ասում է գագո, բեր լապատկա բան ճարենք, որ թաղենք, ես էլ չեմ համաձայնում, դե չէինք կարա այդ բան անեինք, պրոստը ինքը փիս նեղվել էր, ասում էր գոնե բան անենք, ասեցի չէ, կարող է այդ ինչ փոս պետք է կտրենք, կարող շակալները բանը գան, վնաս տան էլի տենց, դուռը փակեցինք, դուրս եկանք իջանք, եկանք Մարտիրոսը գնաց իրանց տնից դոկումենտները վերցրեց, գյուղից դուրս եկանք մեծ շեն, ասեցի գնում ենք Երևան,
իրար հետ եկանք Երևան, մեր տղերքին ընկերներին հավաքեցինք, որ գրանք դիակները հանենք։ Նորից հետո հետ ենք դառնում գնում, մեզ կանությունը, վարչակազմի ղեկավարը չեն թողում, ասում է հնարավոր չի, պիտի փրկարար ծառայությունը բան անենք, մարդ դնենք, սկորին մեր գյուղի սկորին գյուղապետը տրամադրել էր, ընդ պատրաստ կանգնած էր լիցք հավորած, որ շարժվեինք, բայց չթողեցին, ասեցին ոստիկանության պետը ասեց, ես չեմ ուզում նորից բան ալնի, զոհ ունենանք էլի, մի քիչ սպասենք, դե իրանք ասում են սպասենք, մենք մեզ լավ չենք զգում, օրը անցնում է արդեն, էդի երեքին ասին հեսա տնանք ինչա կհանենք, 4-ին չեղավ, 4-ին չեղավ, էլ գնում ենք Մարտակերտ, էլ մեջ է մեր շտաբը մաղավուզա, սաղ իշքան Երևանից, Հրազդանից մեր ընկեր բարեկամով ճանաչներ, իրանց ավտոներով եկել էին դե, որ գնանք ոնց ուզում ալնի մտնենք անտառներով, բան գոնե դիակները հանենք, վարկավորենք, ոչ մեկին չեն թողում ու զենք չկա աբսոլյուտնի, մի հատ զենք չկա, որ տան ասեն գոնե։ Վերջը սպասեցինք, ուրեմն ամսի 5-ին ես աղբորս երեխեքը դրմբոն էր, ասեցի բերեմ թողեմ Վարդենիս, դիմեցինք ոչ մեկ պատասխան չտվեց, ասեցի ես գամ ստե տենամ, ում կարամ ես տենամ ասեմ, գոնե մեր սպեցնազի տղերքը սաղ գյուղում են, լիքը գյուղում են իրանց ավտոներով, գոնե մի ձև հնարավոր ելնի հանեն միչև մատաղես այդ սպուսկները բերեն, մենք մեր սպորիով գնանք դիմավորենք, չկարացինք ոչ մի ձև խաբարանենք, ճանապարհին Եղեգնուտի մոտ հասած, միչև տե զանգում են, որ շուտ հասեք զինադատարը, երկու ավտոյով ենք ելնում, հետ ենք դառնում, գնում գյուղ, ես ինձ զանգում են, ասում են, հանենք, թե սպասենք պտի դու գաս նոր, ասեց սպասեք գամ, պտի ես գամ նոր, միլիցայքը գնում են ուսումնասիրում տարածքը, նայում են, որ մարդ չկա, ես եմ դե ինչ նորմալ ասաղ, գյուղապետարանից ավտոներով հելնում ենք վերը, մի 30 հոգի եսիմ, այլը շատ էլ կլներ, արդեն իրանք դիակները ծասկել էին, ես ինձ ոստիկանություն կանչեցին Մարտակերտ, որ ստեից գնում էինք արդեն իրար հետ տղերքի, դե ով կպատկերացներ, որ կարող ասենք սպանելուց հետո տես բան անեին, էլի, որ բատարեի գցել են, ես պապային եմ մենակ տեսել դիմացս նստած էր, ստեից ասում երևի խփած այլ չեմ կարացել պատկերացնում, այդ մանին մեր Ռոզուսկի պետն է, հարցնում ասում դու գագո տեսել ես, պապա ենց, ասեմ հա, մի քիչ խոսքը փոխում է նորից է հարցնում, ասում դու հաստատ պապային տեսել ես, ասում հա դե սենց էր վիտոմ բատարեի վառեց, ես մտա, նորից որ անցնեմ դեմ, ասես մաման տեյա, վերջը հետ տարա, վերջը մի քանի անգամ հարցրեց, ես էլ ասում եմ բախի պետք է հարցնել, նոր հետո որ արդեն դե ինքն էլ չի ինձ ասում որ տես բան ա եղել, հետո զանգում են ասում են արա ես ինչ ա կատարում մի հատ մտի Facebook բան, նայեմ մտնում ենք նայեմ դե Մարտակերտ նոր դե բան եմ անում որ ուրեմն դրա համար էր ասում որ եթե ես չեմ տեսել ինքն ինչ չասեց որ տես բան ա եղել, հետո տարանք դիակները հանեցինք տարանք Մարտակերտ, ասեցին պիտի բերեք ստե, հիվանդանոցից նորից ուղարկեցին Ստեփանակերտ, արդեն վիճակ չկար էլի, չէին կարում, ոչ կողքը կանգնեինք, ոչ հոտից, տարանք Ստեփանակերտ մորգը, մաքրեցին, այդ ընթացքում մարդ եկավ ինձ ասեց բանա, որ օգնություն են տալիս այդ դիակների ծախսի համար, զանգեցին ասեցին, եթե բանակն է տալիս էլի, եթե գրաժդանսկին է բանակը չի տալիս, դրանով զբաղվում է սոցիալ-նախարարությունը։ Ինձ տարան մի հատ շենք կառավարության դե մարդ կար, խոսեցին բան, վերջը կապը պահեցին, վարչապետի անունից մի հատ դիմում գրեցին, տարան սոցիալ-նախարարություն, 300,000 դրամ տվեցին, դիակ բանը, դագաղները, շորերը բանը առանք,
ես վախեցա տանեմ գյուղ, դրա համար, որ մեր գերեզմանոցները անտառի մեջ էր ու իրանք սաղ տենում են էդի, որ գնայինք, կարող է նորից նույն բանը կատարվեր, արդեն էդի ուրիշ ձև կներ, ասի ոչ մեկին ոչի բան չպատահի։ Մեր հորբարենք ու մուտլու են ապրում, այդ սարսանգի դիմացը, իրը պապայի հոբարն ու կնի կտեն թաղված, ասեցի լավա տանեմ տե, մի քիչ խախանդվի, նոր կտանեմ գյուղ, կանք հողարկավորեցինք, մեկ էլ եկա, ասեցի տնամ երեխեքը ինչ վիճակում են, Շնորհակալություն, ցավալություն խորին ցավալություն։ Շնորհակալ եմ ամբողջ ամբողջ չի նավը ուտել դեպքի կապակցությամբ չգիտեմ կապակցություն մարդու կարգի դատարան եւ համապատասխան այցաններին ռազմական համագործակցություն մարդկության դեմ համագործակցություն կատարած։ Դե մենակ մի բանը, որ դեսպես նազի տղերքը եկան ինձ գյուղում տեսան, որ դիակները հանում էինք, կանգնեցինք ընդ իրանք արդեն հանգստանում են